Արա դե վերընկի տեղը տելի բը։ Կարո, ինչի չենք նստում։ Համբեր։ Տեսա որ սխալ էիր։ Տեսա որ եկավ հետևներից ես։ Ամենք հլու չգիտենք ինչի են մարա եկել, թե իրական պատճառը որն է։ Այդպես պիտի որ հերիքի տունը տակա չեք մրսի։ Արտակ ջան, դու մի անհանգստացի մեր համար, ամեն ինչ նորմալ է։ Հա, իրականում ամեն ինչ նորմալ է։ Մեզ մենակ էս քշերն ա պետք, մենք առավոտը գնում ենք։ Այր մնացեք այնքան ինչքան պետք է։ Արտակ ջան, ասում եմ, մեզ մենակ էս քշերն ա պետք։ Կարող է 2 օր էլ ու Էլի եմ ասում, մնացեք այնքան ինչքան պետք է։ Ամոթ չի գնացել եք կայարան։ Հա, ամոթ հա, բա ինչ է, տենաս էտան չի մարեն գնացել ո։ Երևի ինձնից էիք նեղացել։ Բայց ես իրականում նենց բան չէի արել, որ դուք ձեզ տեղված գայիք։ Արտակ ջան, ես ու Գուգոն շատ պատահական լսել ենք, թե դու ոնց ես քո մամայի հետ խոսում ու ադե լավ է։ Տղերք, իրականում ես Լսի, ամեն ինչ նորմալ է ասում ենք։ Մենք մեր համար գործ կճարենք, տունն էլ կվարձենք, ու ամեն ինչն էլ լավ կլինի։ Գործեք ման գալիս։ հո պարապ չենք մնալու Արտակ ջան։ Կօգնեմ կգտնեք, մի մտածեք։ Արտակ ջան, կլինի դու չմտածես։ Դու հաշվի առ, որ հաշվյանի ես ու Գուգոն չենք էլ եկել գեր։ Կարո հասկացանք, ինչքան կարելի է։ Ես իրականում չէի պատկերացնում, որ դուք սենց խառը վիճակում եք։ Տաթևն ասեց։ Տաթևն ինչ ասեց։ Դե ասեց, որ տեղ չունեիք, գնացել եք կայարան։ Տաթևնովա։ Հալը մի վարկյան Տաթևիկը որտեղից գիտեր։ Տղերք հիմա այդ կարևոր չի, ես առավոտ շուտ գործի եմ, դուք էլ քնեք, բարի գիշեր։ Բարի գիշեր Արտակ ջան, բարի գիշեր։ Կարո ես են կողմից կպահկեմ։ Ներվայնանում եմ։ Խայտարակ եղան կարա։ Հետ եկան։ Ով։ Արտակի հյուրերը։ Հա, հաստատ։ Հաստատ։ Սվետն ասեց, որ մի քիչ առաջ 2 տղայի հետ տուն եկավ Արտակը։ Դե լավ է, շատ լավ է։ Պետո ջան։ Այ մարդես ընչի ես քեզ ես են ստանջում։ Անհանգիստ եմ մուշիկ, շատ անհանգիստ եմ։ Դե փոքր չի, մենակ չի, տղամարդ հայի վերջո։ Երեխայա դեռ։ Յա, պետո, իրա տարիքում դու ինձ արդեն փախցրել էիր։ Հիշում ես։ Հիշում եմ։ Հերդ ասում էր, երեխա եք, դեռ փոքր եք, համբեր եք, դու էլ ասում էիր, ես իմ որոշումն արդեն կայացրել եմ, դուք բան չեք հասկանում, ես մեծ մարդ եմ։ Մուշիկ, էդ ես, բայց Գուգոն։ Պետո ջան, ես վստահ եմ, ես համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Այս հեռավորությունը, այս 2 ամիսները ձեզ երկուսիդ էլ պետք են։ Ախր Նուշիկ, փողը չվերցրեց է։ Որովհետև տոշնի դու ես, բա ինչ էիր ուզում։ Դե արի գնանք ներս ցուրտ տա։ Հա, արի։ Դե գնացինք։ Շատ մի մտածում։ Գուգո, Արաշար, անչ հիմա չես քնում։
Կարող ժամին նայել ես։ Այ կուսնա, այ դու։ Այս ժամին գիտես ինչքան ավտոանցով։ Այս մարդիկ ինչի չեն քնում, հա։ Դե Գուգո ջան, գործեր ունեն ախպեր, ճանապարհներին են էլի։ Մեկը տունա գնում, մեկը հանդիպման։ Մեկն էլ գնալու տեղ չունի, էսի։ Ոսենց մտածում եմ, այս մեծ քաղաքում ինչքան կյանքեր կան։ Գուգո ջան, դու գիտես բազմաշենն է, որ դու քու տանը նստած իմանաս ամեն մեկը իր տան մեջ ինչ հա ուտեմ, ինչ չուտեմ։ Բազմաշենը չես կարոտել։ Դու մի օր աստեղ ես արդեն բազմաշենը կարոտում ես, դու 2 ամիս դե ոնց ես մնալու։ Գարո 2 ամիս չի տևի։ Ես հեսա շատ շուտ մի աղջիկ կգտնեմ ու հետ կգնանք բազմաշեն։ Գուգո ջան, ճիշտ ես ասեմ, բայց համի արի ախպեր, արի պարկ է հանգստացի տենանք վաղը գղտենից ինչա գալի։ Արի, հանգստանք, մարդը պետք է շներվենա, պետք է հանգիստ։ Զգում եմ, որ ներվայնանալու եմ, գիտես։ Կարող արտակնա։ Չէ, դե ինչ արտակ արա։ Գուգո կողքի տանից հարա։ Ասա, սենց բան անում չեն։ Դե շաշ են էլի ա։ Ու ես գնում։ Գնամ տենա մեկիշ ծալան գոց, հարա։ Տաթևիկ ջան բարի օր։ Կարող է իմանաս այդ անտաղանդ Մոցարտնով ա որ։ Հա, գիտեմ։ Այդ անտաղանդ Մոցարտը Դավիթիկն է։ Ես չգիտեմ Դավիթիկնով ա, բայց ախպերական ասա, որ Դավիթիկ է դաշնամուրը հանգիստ թողի։ Մեզ էլ հետ է։ Ցավում եմ, բայց դեռ կես ժամ կա։ Ինչի՞ կես ժամ կա։ Արի։ Դավիթ ջան, աշխատի աջ ձեռքդ ավելի ակտիվ օգտագործել, սենց չի լինի։ Եվ հետո կեցված կտուղի, այսպես, իսկական դաշնակահար այդպես չի նստում։ Բարուց ձեզ։ Կներեք էլի մի բան հարցնեմ, եթե ես երեխեն նվագել չգիտի, ինչ հիմար եք տանջում։ Որ նվագել իմանար, ինչի պետք է գար դաշնամուրի դասերի։ Ճիշտ եք ասում, հաջողություն։ Շարունակի։ Լսի պիտի մի կես ժամ էլ դիմանաք։ Մելիդա տատին դաշնամուրի դասատու է։ Ինքը շաբաթը մի քանի օր տանը երեխեքի հետ դաս է անում։ Ես չեմ հասկանում, բա դու այդ օրերին ինչ ես անում։ Դե
Եթե այդ օրը գնալու տեղ չեմ ունենում, ուրեմն այս է ինձ օգնում։ Պարզ արդյուն։ Ուղղակի, ասենք, նայել օգու տատը նայելի, կարաս ասես չնվագի, էլի, տլնգ։ Չէ, Մելսիտա տատին իմ տատին չի։ Ես այստեղ վարձով եմ ապրում։ Մի սենյակը վարձել եմ։ Ոնց, դու էլ Երևանից չես։ Չէ, եկել էի այստեղ սովորելու, հիմա էլ աշխատում եմ։ Հասկացա։ Կարո ես չեմ հասկանում, դու եկել ես այդտեղ կանգնես, թե ես նվագը կտրես։ Արա դե գուգու հանգստացի էլի, արա։ Հայ մի կես ժամ հələ այս նվագը պետք է հնչի։ Գուրիկ ջան, ով է նվագում։ Տաթևիկ, անունս Տաթևիկա։ Տաթևիկ ջան, շատ անմարդկային վերաբերմունք է հարևանների նկատմամբ։ Արա դե հանգստացի էլի, արա մի այս աղջիկն ինչ անի։ Կարո դու էլ ես տարօրինակ, գիտես։ Կատաղած եկար, որ կռի բանես, հիմա էլ կանգնել պաշտպանում ես։ Արա գուգու ներվայնանում եմ, հել գնա տուն, անցի գնա տուն, արա։ Տաթևիկ ջան, Արտակն ասաց, որ մեր տեղը դու ես ասել, հա։ Հա, ես եմ ասել։ Դե որ այստեղ տուն կա, ինչի դուք դրսում ունակ։ Անկեղծ ասած մենք մի քիչ անպատրաստ էինք։ Ես չեմ ուզում էլի տպավորություն լինի, որ մենք տուն տեղ չունենք։ Չէ, դե բոլոր ետել կարա պատահի։ Դե էտա, Տաթևիկ ջան, ես գնամ, մենք հելը կխոսենք։ Հաջողություն։ Հաջողություն։ Գուգո։ Հիմա ամեն առավոտ սենց պիտի լինի։ Իհարկե ոչ։ Մենք պետք է տեղափոխվենք։ Այդ ուր ենք գնալու։ Չգիտեմ, բայց այսօրվանից կսկսեմ տուն ման գալը։ Ալո։ Հա, Արտակ ջան։ Հա, արդ ունենք արդեն։ Հա։ Յա։ Այդ որտեղ։ Հա, բա ոնց չենք կարա։ Հաստատ, հա կգանք Արտակ ջան, կգանք, բա ոնց։ Արտակ Գարոնը։ Հա, կգանք։ Լավ։ Նենց ես վատ ասեցի էլի, հա։ Ես ուղղակի ուզում էի համոզվեի, որ դա նորմալ բան է ասում։ Տեսար, մարդը գործ է գտել։ Դու էլ անում ես կպցնում։ Ադե փախի չա այդ խմի է։ Էդ ինչ ես անում։ Արտակն ասեց կարակ հանեք ուտեք։ Քեզ ո՞ից տամ։ Էդ ինչ հա որ։ Գալ, ես են կինոների մեջ եմ տեսել, որ դերասանները ուտում են։ Հիմա դու որից ես ուզում։ Գուգու անունները կարթա հիշեմ ասեմ էլի։ Ես մեկը սենդվիչ։ Այդ սենդվիչը լավն է, այդ սենդվիչը տուր։ Տուր։ Այն իմ սիրած սերիալի մեջի աղջիկը միշտ է սրանից ա ուտում, հաստատ համով կլինի։ Կեր։ Սրանով է դաշնամուրի ձերին դիմանալը կհեշտանը։
Խնդրեմ, այս ելակի համով, այս էլ անանասի համով քաղցր ձողիկները։ Իդեպ մենք նորույթ ունենք։ Խորավացի համով ձողիկներ, կծու եւ սովորական։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ, շնորհակալություն։ Շնորհակալություն երեկվա սուրճի համար։ Խնդրեմ։ Ինչ, ծանոթ մարդ էր, չբարև էի։ Մարդը քեզ ծանոթ չի, արա։ Ընկի առաջ, հա։ Ստեղ աշխատում արտակը։ Հա դե երևի էլի Google-ը։ Պատենաս ինչ գործ է գտել մեր համար։ Չգիտեմ, արի։ Google։ Արի Google։ Տղերք լավ աչոշացակ, շեֆը ստեղը կեժամից դուրս է գալիս։ Արտակ ջան, ասա տենամետ ինչ աշխատանք ես մեր համար գտել։ Մատուցող։ Ոնց թե մատուցող։ Հա բայց ինչ կա դրա մեջ։ Հա դե բան չասեցինք, ուղղակի արած չենք, չգիտենք էլ։ Տղերք, ես տեղի մենեջերն եմ։ Ես էլ սկզբից բան չգիտեի, եկել սովորել եմ։ Հաստատ։ Գործ պետք է, Գուգո ջան, թե չէ։ Դե հա պետք է, բաբա։ Ավելի լավ գործ, սենց արագ ոչ մեկ չի գտնի ձեզ համար։ Հա դե Google ճիշտ է ասում էլի, հա։ Տղերք, շաշա, դենը գնա, անչի ահորս այդ սաղ մորանում եք նոր եք մտնում շեֆի մոտ։ Ասա շաշա գիտես, ուզում ես ձեր թափենք։ 10 րոպե դու կարաս տենց չխոսաս, հա։ Բարև ձեզ։ Ես Գուգոն եմ, բազմաշեն համայնքից, հորս հետ աշխատել եմ Սարերում, Հանդերում, Ախորում։ Ֆերմայում։ Սեփական ֆերմայում։ Հա, մեկ էլ տղերք ստեղ ոչ մեկ չգիտի, որ ես բազմաշենից եմ։ Այլ մի վարկյան։ Արտա։ Այդ ինչի չես ուզում իմանամ, որ դու բազմաշենցու ես։ Կամաց։ Դու կարաս իմ որոշումը հարգես, ես տենց եմ ուզում։ Այ ես կարամ ասեմ, որ դու ընդհանրապես Ամստերդամից ես, ինձ ինչ, պատում ես։ Իմ մասին բան մի խոսա, լավ։ Եկեք։ Այսի շաշը, արդ։ Արտակ ջան, այս 4-րդ սեղանը 2 ժամա մենակ ջուր է պատվիրում։ Ուզեցի ուղղակի իմանաս։ Ինչ պատվիրում են էլ տար։ Այդ նորմալ չի, այդ ուզեցի իմանաս։ Իմացա։ Տար։ Ես այսքան լարված։ Նոր մատուցողներ ենք ընդունում գործի։ Էս ինչ լավ բան ասացիր։ Գործս մի քիչ կթեթևանա։ Թեավճարները դել հետը։ Այ այդ մեկը չէի մտածել, գիտես։ Տար սպասում է։ Ինչ ասեց։ Հա ոչ մի բան էլ չասեց։ Ասեցինք, որ բազմաշենցի ենք, համագյուղացի ենք։ Դու էլ մեր մանկության ընկերն ես։
Ոնց թե։ Ամեն ինչ կորացա։ Ինչի է կորած, որ Արտակ։ Որովհետև ստեղ չգիտեմ, որ ես բազմաշենից եմ, գիտեմ Բերլինից եմ եկել։ Հայ շաշն չի մարեցնես բաներ խապել։ Տո լավ եմ արել։ Թե ասա մեզ այլի լավություն անելը։ Հա, լավ անգստացի, ոչ մի բան էլ չենք ասել։ Լուրջ եք ասում։ Դա չենք ասել։ Ինքն էլ մեզ ընդունեց գործի։ Ուղղակի ասեց ուշադիր լինենք։ Մեկ էլ այն մի բան էլ ասեցի, Կարոյին ինչ էր։ Ասեց ջպտակ։ Ամենապարտը էտա լինելու։ Լավ տղերք, հիմիկվանից անցնում ենք գործի։ Տեսի փորձաշրջանը։ Ամեն լեսկանի կես էտապը շուտ կանցնի։ Ապո, Ասա Արտակ ջան։ տղերքի համար երկու հատ ֆորմա ես բերում պայստից։ Իրանց համար Հա, մեկին S, մյուսին M։ Հապո ջան, թայբուբենն ես ասում, չէ, ջապսերն ասում, Google։ Հա, դե Google-ս տեսախ չափսերով ա, չէ։ Էսա, էմա, այնա։ Դուք մի մտածեք, իմ պապս դերձակ ա եղել, մեզ մոտ աչքաչափը ցեղական ա զարգացած։ Ասա անուն չունի, որ ապո եք ասում։ Լսի անունը ապերա։ Սիրում է էլի, որ իրան ապո են ասում։ Լավա մի օգու տեղավ ժպտացիք։ Տղերք հիշեք, հաճախորդներին չեք հակաճառում, պատվերները ուշադիր գրանցում եք։ Ինչը չեք հասկանում, ինձ եք հարցնում կամ ապոյին։ հարց չկա։ Ա դրա մեջ ես բարդ բան չեմ տենում։ Ա թուղթու գրիչով գնում ես, գրեմ ես ինչ ա ուզում, գալիս ես տե։ Հետո պատվերը վերցնում ես, տանում ես ընդև, всё էլի։ Կամ բարմենին կամ խոհանոց եք տանում պատվերը, պարզա։ Լրիվ պարզ ա Արտակ ջան։ Սպա Բերլինում։
Այս արդեն փող ենք ստանում։ Այդ թեյավաճառը դա։ Բայց իրենց ով է խնդրել, որ ավել փող թողը։ Կարո այդ խնդրելով չի ձևն է տենց։ Ախպեր ես ավելա։ Հա, ոչինչ, չայվոյա։ Պետք չի։ Եթե ինչ տոնով ես խոսում։ Տես տոնով եմ խոսում։ Աջեզ ով է ասել, որ ավել փող թողեք, է։ Կռվի հոտ է գալիս։ Այսքան որ ձեր հաշիվը կազմել է, վճարեք ու հեռացեք ստեղից։ Ախպեր քո գործը էս չի։ Խես մունաթով խոսում։ Միշտ էս թե չայվո ենք թողում։ Սրանից հետո չթողեք։ Բոլորի անունից մի ասա։ Հարգելի հաճախորդներ, ես ներողություն եմ խնդրում, ուղղակի թյուրիմացություն է եղել։ Շնորհակալ եմ, որ եկել եք։ Ձեզ հաջողություն։ Դե լավ էլի Արտակ, սա իմ պատվի հարցն էր։ Հանգստաց։ Ես հո չէի ուզում, որ սենց լիներ։ Չէ, չէիր ուզում։ Դե մի առաջ հորն է, որ աշխատում ենք, նորմալ է, ամեն ինչ էլ կարա պատահի, էլի։ Միանշանակ կարող լիներ։ Ապո ջան, դու սուս էլի։ Մի խորհուրդ տամ։ Բրծանք։ Հա, ինչ ասեց։ Արտակ հանում են գործից։ Չէ։ Ասեց առաջին օրնա ոչինչ, բոլորի հետ էլ պատահում է։ Տղերք, պիտի հավաքվեք։ Եթե վաղն էլ այսքան չեպ եղավ, հաստատ ձեզ դուրս է հանելու գործից։ Դե նորմալ է, ամեն ինչ էլ կարա պատահի։ Մի սաղկյանքներս մատուցող չենք աշխատել։ Իմ հաճախորդը։ Բարետես։ Համեցեք ձեր սիրելի սեղանն ազատ է։ Շնորհակալ եմ։ Ինձ ինչպես միշտ։ Հիմա սիրով։ Գուգո։ Որա Գուգո։ Գտել եմ։ Հա? Ստի Գուգո, ստի։ Հաճախորդների հետ գործ չունես, Գուգո ջան։ Արտակ հանգստացի, ասում եմ գտել եմ։ Գուգո ջան, դու հանգստացի էլի։ Ներվերս հատը մարդ է։ Հա մի սրճարանից դուրս կգա, կմոտենաս կխոսացնես էլի, արա, ափրկյալա գտել է։
Նորից բարև։ Բարև Տաթևիկ ջան։ Հուսով եմ առավոտվա դաշնամուրային կատարումը վերջնական չի փչացրել ձեր օրը։ Ես էլ ասում եմ այսօրվա օրը չի մարդ չստացվեց, փաստորեն դաշտամուրից էր էլի։ Դուք երկար եք մնալու այստեղ։ Չէ, 2 ամիս։ Հա, ուրեմն էլի կհանդիպենք։ Բա ուր ես գնում։ Աշխատանքի։ Եկել է ընդմիջում անեի, հիմա նորից գնում եմ։ Ուզում ես քեզի ճանապարհը։ Ես ճանապարհը գիտեմ։ Հա ուղակի պետքա բարձրանամ վերև, ամենակով նստեմ ձանձրանամ էլի դրա համար եմ ասում, հավես չկա։ Դե լավ, արի քայլենք։ Արի քայլենք։ Այ մարդ էս աղջիկը սպորտի ա գնում, ինչ անում։ Բերեց հասցրեց։ Այ իսկականից ուր բերեց հասցրեց, է։ Ես ուր եմ հասել։ Ախպեր ինչ ես ման գալիս։ Ձեզ էլ բարև։ Բարև։ Գիտես գիտեմ ինչ եմ ման գալիս այ ախպեր։ Ես ուր եմ։ Տեղ ես ասե։ Դու ես եկեք քրոջս հետևից։ Հա, ես եմ։ Քուրը տա ախպեր։ Հա, մեր քուրն է, լասա տենամ ինչ կա որ կենտրոնից միջև ստե հետևել ես։ Երեխեն վախեցած զանգել է, բա թե մեկը ընկել է հետևից ես։ Դե ուզում եմ իմանամ որտեղ ապրում, էլի։ Ախպեր ունի, չունի, որ հասկանամ, էլի ում մոտենամ։ Բա չես մտածում, որ երեխուն վախացրել ես։ Վախացրել։ Չայ ախպեր ես հովատ մարդ չեմ վախացնեմ։ Քուրիկը երևի սխալ է հասկացել։ Վազել ես հետևից։ Դե վազեց, ես էլ վազեցի, էլի։ Ախպեր ուզում եմ հասկանամ իրոքն ես միամիտ ես։ Ախպեր ես ինչ կա, էդ էլ ասում եմ։ Հələ նորից ասա։ Ինչը։ Էն, թեխի ես վազե քրոջս հետևից։ Սրանք վատ են հասկանում, գիտես։ Ասում եմ վազեց, ես էլ վազեցի, էլի ուզում եմ իմանամ որտեղ ապրում։ Բարդ բան եմ ասում։ Ասում եմ, դες ծառերից մեր բազմաշենը մեր կա, է։ Հենց այս ծառերից։ Դե հենց այս ծառերից, գիտես ոնց է վառում։ Ոնց։ Ծառերը կտրում եք։ Դե երբ որ անհրաժեշտ է, էլի մենակ անհրաժեշտության դեպքը։ Հա, բայց բնությունը ափսոս չի։ Տաթևիկ ջան, մենք մեր բնությունը շատ ենք սիրում։ Հա, բարձա։ Շատ եք սիրում, դրա համար էլ կտրումը վառում եք։ Հա, կյանքիդ մեռնեմ, հո չենք սարչելու։ Մի վարկյան ներողություն։ Հա, Գուգո։ Ալո։ Գուգո, խոսացիր։ Գարո արի ինձ գտի։ Ուր ես արա, որտեղ գտնեմ։ Չգիտեմ ուր եմ, բայց ախ որպես արի ինձ գտի, էլի։